Այն նույն երկրները, որոնք նախկինում խոստովանել են, որ Մինսկյան համաձայնագրերը օգտագործել են Կիևի օգտին ժամանակ ձգելու համար, այժմ ձգտում են 30-օրյա հրադադարի, որպեսզի վերականգնեն Կիևի ռեժիմի մարտունակությունը եւ շունչ քաշեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարևան, մեկնաբանելով Ուկրաինայի եւ նրա արևմտյան դաշնակիցների կողմից 30-օրյա հրադադար հաստատելու պահանջը։ Բերլինն ու Փարիզն օգնեցին Կիևին նախապատրաստվել այս պատերազմին։ 2022-ին Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուଆ Օլանդը հայտարարեցին, որ ոչ ոք չէր ծրագրում իրականացնել Մինսկի համաձայնագրերը եւ այդ համաձայնագրերն անհրաժեշտ էին ժամանակ շահելու համար, որպեսզի Ուկրաինան պատրաստվի Ռուսաստանի դեմ Դոնբասի խնդիրը ուժով լուծելու համար, ասվել է Զախարևան։ Հիշեցնենք, Ռուսաստանն առաջարկել է Ուկրաինային առանց նախապայմանների ուղիղ բանակցություններ վարել Ստամբուլում մայիսի 15-ին։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է երկխոսության եւ սպասում է Կիևի եւ նրա արևմտյան գործընկերների արձագանքին։ Ռուսաստանը պետք է մայիսի 12-ին հաստատի լիարժեք տևական եւ հուսալի 30-օրյա զինադադար, միայն դրանից հետո Ուկրաինան պատրաստ կլինի բանակցություններին, ասել է Վլադիմիր Զելենսկին ի պատասխան Կրեմլի առաջարկի։